Կացին աղբեր։ Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու, ընկավ մի գյուղ, տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կտրատում, աղբեր ասավ, ինչու եք ձեռով փայտ անում, միթե կացին չունեք, կացին ի՞նչ բան է, հարցրին գյուղացիք, մարդը իր կացինը գոտքից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը, գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար. Տո, եկեք, տեսեք, կացին աղբերը ինչ հարավ։ Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռից նառան։ Կացին նառան, որ հերթով կոտորեն իրենց փայտը։ Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերեց, թե չէ, ոտը կտրեց, գոռալով ընկավ գյուղամեջ. Տո, եկեք, կացին աղբերը կատաղել է, ոտս կծեց։ Գյուղացիք եկան հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել, ծեծեցին, տեսան, բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին, բոցը բարձրացավ, 4 կողմը բռնեց, երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան, կացինը կարմրել է, գոռացին. Վայ տղերք, կացին աղբերը բարկացել է, տեսեք ոնց է կարմրել, որտեղ որ է մեր գլխին մի փորձան կբերի, ինչ անենք։ Մտածեցին ու վճռեցին տանեն բանտը գցեն։ Տարան գցեցին տանուտերի մարաքը։ Մարաքը լիքը դարման էր։ Գցեցին, թե չէ, կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ։ Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից, թե Եկ Աստծու սիրուն, կացին աղբորը, բան հասկացրու։